Եկեղեցու ներսում տեղի ունեցած պառակտումն է։ Փաշինյանը չէր կարող հաջողել եկեղեցու դեմ արշավում, եթե վստահ չլիներ, որ վեհապարից նեղացածներ կան նաև ներսում։ Մի կարծեք, թե հոգևոր իշխանության բուրգը ինչ որ բանով տարբերվում է քաղաքական իշխանության բուրգից։ Այնտեղ էլ կան նախարարներ, կոմիտեների ղեկավարներ, օգնականներ ու խոսնակներ, խորհրդականներ եւ այլն, ի վերջո դիվանագետներ ու դեսպաններ։ 26 տարվա ընթացքում վեհապարը աներկբա կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնք նեղել, անգամ ճնշել են բուրգի ներսում գտնվող տասնյակ գուցե հարյուրավոր այլ հոգևորականների։ 26 տարի հոգևոր իշխանության ղեկին Գարեգին II-ը ճիշտ այնքան է եղել, որքան քաղաքական իշխանության ղեկին է հիմա Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը։ 26 տարի, քառորդ դար։ Հիմա պատկերացրեք, թե որքան արմատացած է նա եւ նրա իշխանությունը, որքան հավատարիմ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, վարդապետեր ու քահանաներ, աբեղաներ, անգամ սարկավագներ ունի նշանակած վեհապարը։ Եվ դատեք հակառակը, քանիսին էլ ինքը արգելափակել է, հրաժարվել է նշանակել կամ կարգալույծ է հռչակել, քանիսին է հրաժարվել առաջ մղել ու առաջ է մղել նրանց, որոնք գուցե տարժանիքը չեն ունեցել, բայց եղել են լոյալ։ Այնպես որ Փաշինյանն էլ ահագին խորամանկ է վարվում, ինքը գիտի դժգոհությունների մասին, ինքը գիտի, որ ներսում էլ կա դժգոհություն, որ կարող է վերածվել հոգևոր իշխանափոխության։